համապատասխան որոշում կկայացվի։ Շարունակելով, ինչպես Նարեկ ասես, տիրադավների թեման, վեհապար, տեսեք, ձեզ նաև մեղադրանք կա այդ առումով, որ դուք տարիներ շարունակ հանդուրժել եք նրանց սխալ քայլերը, որի մասին պարբերաբար մամուլում գրվել է եւ պարբերաբար տարբեր տեղեկատվություններ են տարածվել։ Ինչու եք հանդուրժել, այդ ձեր ասած քննության չեն առել այդ հոգեվորականների որոշ գործելավոճը կամ որոշ քայլերը, որոնք իրականացվել են։ Եվ այս համատեքստում տևական ժամանակ է խոսակցություն կա, որ արցախցիների խորհուրդը դիմել է ձեզ, որպեսզի թեմի առաջնորդին դուք հեռացնեք, բայց ասում են դեռ դուք չեք պատասխանում։ Ինչու եք հապաղում, ուզում եմ հասկանալ ձեր հապաղումը ինչով է պայմանավորված։ Եկեղեցականի կողմից թույլ տրված որևէ մեղանչական արարք քննության է առնվում, լինի դա անձնապես մեր կողմից, նաև եթե ծանրակշիռ արարք է մեղանչական, այն արդեն քննության առարկա է դառնում համապատասխան կառույցում։ Ինչպես եղավ, ասենք, Արման Սարոյանի դեպքում։ Իսկ առնչված Արցախի թեմակալ առաջնորդի խնդրին նրանք գրավոր դիմում մայրաթոր չեն առաքել, որքան գիտեմ հրապարակել են այդպիսի պահանջ մամուլով։ Իսկ Արարատյան թեմի առաջնորդի հետ կապված ինչպես ասեցի, նրանք որոշակի շեղում ունեցել են, որոշակի այսպես հակականոնական գործողություններ թույլ են տվել, նկատի ունեմ պատարագի ընթացքին ամենայն հայոց կաթողիկոսի անվան զեղչումը։ Բայց մենք շտապողականություն դրսևորելու մոտեցում չունենք, նման տրամադրություն չունենք, պետք է մենք հնարավորություն ընձեռենք, որպեսզի նրանք անդրադառնան, եւ պետք է հնարավորություն ընձեռենք, որպեսզի նրանք գան եւ իրենց գործողությունների, իրենց արարքի վերաբերյալ բացատրություններ ներկայացնեն համապատասխան կառույցին եկեղեցական։ Եվ մի հարցել վեհապար, իշխանությունը մշտապես խոսում է եկեղեցուն հարկային դաշտ բերելու մասին, եկեղեցապատկան հողերը պետականացնելու մասին, մոմերի վաճառքի հարգելու մասին, ուզում եմ հասկանալ, եկեղեցին հարգեր չի վճարում, որ իշխանությունը հետևողականորեն ուզում է անդադ հարկային դաշտ բերել եկեղեցուն։ Եկեղեցին հարկատու է եւ հարկեր վճարում է։ Սակայն գույքահարկի վերաբերյալ առանցին հանձնաժողով ստեղծվեց, որպեսզի քննության առնեն, թե որ գույքերի նկատմամբ պետք է հարկ սահմանվի։ Այդ գործընթացը դադարեցվեց եւ այսօր արդեն կամայական կերպով մեզ փաստաթղթեր են ներկայացնում, որտեղ ոչ միայն գույքահարկն է հաշվարկված, այլ նաև տուժերը եւ տուգանքները։ Մենք այդպիսի մի գրություն ստացել ենք Վաղարշապատ համայնքից, նաև մենք հարկ ենք վճարել մոմերի արտադրության հումքի դիմաց, թեև մինչև այս պահը այդ հումքի համար նման վճարում չի եղել, այն ազատված էր եղել հարկից, բայց արդեն որքան որ տեղեկացված եմ, փոփոխություն է կատարվել օրենսդրության մեջ եւ մոմերի պատրաստման նյութը արդեն չի դիտվում որպես ծիսական առարկա եւ ենթակա է հարկման։ Ես ուզում եմ Ռուզանի հարցը եւս մեկ անգամ հնչեցնեմ, չհամարեք դա առանձին հարց։ Ուրեմն խոսք